տոնն է։ Ես ամեն անգամ մտածում եմ, ինչի համար Աստված կյանք տալիս, որն է նպատակը։ Ու նպատակը, եթե թերություն կա, խնդիր կա, շտկվենք եւ իրեն այդ հավիտյանս հավիտենից լինենք։ Այսօր ամեն տեղ նշում են Պենտեկոստեի տոնը։ Եղբայրներ, քույրեր, երբ որ մենք կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքը, սա խոստմունքն էր ամենակալ Աստծոյ, որ Աստված խոստացել էր։ Որ Սուրբ Հոգին կուղարկե, որովհետև մարդը ինքնուրույն ոչինչ չի կարող անել։ Ուշադրություն դարձնեք, երբ որ մենք կարդում ենք ամենակալ Աստծո խոսքի մեջ, ինչ է հիշատակում ինքը Աստված ինձ եւ քեզ։ Սա գրված է Հռոմեացիս 8-րդ գլուխ 9-րդ համարի մեջ։ Ինքը Պողոս առաքյալը Սուրբ Հոգով լեցված հետեւյալն էր ասում. բայց դուք մարմնով չեք, այլ հոգով։ Եթե մեկ Աստծո Հոգին շարունակություն կներեք։ Բայց դուք մարմնով չեք, այլ հոգով։ Եթե Աստծո Հոգին ձեզանում բնակված է, իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրանը չէ։ Ուղղակի այստեղ ուզում եմ բուն մտքին անդրադառնալ, որն է Սուրբ Հոգու գալուսյան նպատակը, ինչի համար։ Այսօր կան անձնավորություններ, որոնք որ հորդորում են մեկը մեկին կամ խորում մտածում են հետևյալ կերպ, որ իրենք Սուրբ Հոգով մկրտված են, ուրեմն իրենց կյանքի մեջ ամեն բան լուծված է, չէ, սիրելիս։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք տեսնենք, որն է կարևորությունը, ինչի համար Աստված իր Հոգին ուղարկել։ Այստեղ Հռոմեացիս թղթերի մեջ ինքը Պողոս առաքյալն ասում է, ով որ Քրիստոսի Հոգին չունի։ Քրիստոսի Հոգին չի եկել, իրեն նպատակը մեկը չէ, որ միայն լեզուներ խոսած։ Երբ որ մենք կարդում ենք հին ուխտի մեջ խոստմունքը Տիրոջ Եզեկիել մարգարության մեջ, ուշադրություն դարձեք 36-րդ գլխի 26-րդ համարից եմ կարդում, ինչը խոսք տալիս Աստված եւ ինչ ասում ինձ եւ քեզ։ Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ։ Եվ նոր հոգի պիտի տնեմ ձեր միջում եւ պիտի վեր առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը։ Ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ եւ իմ հոգին պիտի տնեմ ձեր միջում եւ պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվեք, իմ դատաստանները պահեք, նրանց կատարեք եւ բնակվեք այն երկրում, որ տվել եմ ձեր հայրերին եւ դուք իմ ժողովուրդը լինեք եւ ես ձեզ Աստված կլինեմ։ Ուրեմն Աստծո նպատակը հետեւյալն է։ Ինչի համար է Աստված նոր սիրտ, նոր հոգի տալիս մեզ ամեն մեկից։ Գրված է. եւ իմ հոգին պիտի տնեմ ձեր միջում եւ պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվեք եւ իմ դատաստանները պահեք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք նայում ենք, որևէ մեկ անձնարություն Աստծո օրենքը ամբողջական չի կարողացել պահել։ Երբ որ անդրադառնում ենք Հովանու ավետարան 3-րդ գլխի մեջ Նիկոդեմոսի հետ Տեր Հիսուս Քրիստոսի զրույցը հետաքրքիր է։ Նիկոդեմոսը ուրիշ բան է ասում Հիսուսին։ Ինչ է Նիկոդեմոսի խոսքը ուղված։ Գրված է. «Ռաբի, գիտենք, որ Աստվածանից վարդապետ եք եկել, որտեղ ոչ ոք չէր կարող այդ նշաններն անել, որ դու ես անում»։ Ինքը եկել էր Հիսուսին կողում էր, բայց Հիսուսի պատասխանը ինչ է ասում Տեր Հիսուս Քրիստոս։ Ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չընծնվի, կարող չէ ասա արքայությունը տեսնել։ Նիկոդեմոսն ասաց. «Մարդ ինչպես կարող է ծնվել, որ արդեն ծեր է»։ Հիսուս պատասխանը. «Ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի»։ Այստեղ ամենակալ Տիրոջ նպատակը հետեւյալն է, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Վերստին ծնունդը կատարվում է Սուրբ Հոգու միջոցով, որովհետեւ մեկ անձնարություն Աստծո օրենքը չէր կարող պահել։ Բայց ես հավատում եմ, այն անձնավորությունը, որը վերստին ծնված է, ինքը ամբողջ Աստծո օրենքի մեջ մնում է։ Կարող է իրեն կյանքի մեջ ունենալ թերություն, սայտակումներ, սա չէ էական։ Առաջինը հետեւյալն է, Սուրբ Հոգու գործունեությունը մարդու կյանքի մեջ Քրիստոս կյանքը ձևակերպի, Քրիստոս բնությունը։ Սիրելի քույրս, եղբայրս, ես շատ անգամ այս միտքը ասել եմ, կան անձնավորություններ, որոնք որ ամեն անգամ խոսում են հետևյալ կերպ, բերելով միտքը, որ իրենք Սուրբ Հոգով մկրտված են, ջրով մկրտված են, սա փրկության գրավական չէ։ Ինչքան մարդ կա, որ Սուրբ Հոգով մկրտված է, Սուրբ Հոգով լեզուներով աղոթում է, բայց մեջը կյանք չկա։ Աստծո նպատակը կյանքի փոխանցումն է։ Եվ ուշադրություն դարձեք, երբ որ մենք նայում ենք ամենակալ Աստված, Հովանու ավետարան 14-րդ գլխի մեջ հետևյալն է ինձ եւ քեզ հիշեցնում եւ ասում. գրված է,
Բայց մխիթարիչ Սուրբ Հոգին, որ հայրը կուղարկի մանով, նա ամեն բան կսորացնեց ես, նա ամեն բան կսորացնեց ես եւ քիշեցնեց ես ամեն ինչ որ ես ձեզ ասեցի։ Այսօր մենք շատ անգամ սայթակում ենք, շատ անգամ խնդրեմ ունենք, որն է պատճառը։ Առաջինը, որ ես ու դու չենք հիշում, որ մենք Քրիստոս այրանքինն ենք, որ մեզ համար ամենակալ Աստված իր որդին զոհեց, որ մենք կյանք ունենանք եւ ալավելի։ Մենք շատ անգամ մոռանում ենք, որ քրիստոնյա ենք։ Սուրբ Գրքի մեջ երբ որ մենք կարդում ենք Աստված ինչ է հորդորում ասում, այնպես գնացեք, ինչպես կվայելե Քրիստոսին։ Իսկ այս գործունեությունը մեր կյանքի մեջ միայն Սուրբ Հոգու միջոցով է։ Քուրես ջան, եղբայրներ ջան, ուշադրություն դարձեք առաջին նահատակին անդրադառնում եմ խոսքս, ուշադրություն դարձեք առաջին մարտիրոսն էր, որին որ քարկոծելով սպանեցին։ Եվ ինչ ենք տեսնում, նայեք ինչ է գրված, Գործք առաքելոց 7-րդ գլխի մեջ 55 համարից եմ կարդում։ Իսկ նա լեցված Սուրբ Հոգով դեպի երկինք նայեց եւ Աստծո փառքը տեսավ։ Եվ Հիսուսին կանգնած Աստծո աշկոմը եւ ասեց. ահա տեսնում եմ երկինքը բացված եւ մարդի որդին կանգնած Աստծո աջակոմը։ Հիմա հարց եմ տալիս, ինչ տեղի ունեցավ, միթե մարդկային աշկը կարող է տեսնել երկինքը։ Սիրելիս, Ստեփանոսը կարողացավ տեսնել, որովհետև Ստեփանոսը լեցված էր Սուրբ Հոգով, Ստեփանոսի մեջ այդ կյանքը կար։ Որովհետև մեկ անձնավորություն չէր կարող իրեն քարկոծողների համար աղոթել։ Ինչի համար Տեր Հիսուս Քրիստոսը հիշեցնում է Պողոսի շուրթերով առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 2-րդ համարը։ Գրված է. չեմ ուզում տեսնել ձեր մեջ ուրիշ մեկ բան, միայն Քրիստոս եւ այն էլ խաչվածին։ Սիրելիս, Աստծո նպատակը սա է, Սուրբ Հոգին եկել է, որ մեր մեջ հին բնությունը խաչի։ Մարդկայնորեն անհնարին է Աստծո օրենքը պահել։ Ես բազում անգամ ասել եմ, այս միտքը, այս օրինակ է, եթե ձկանը մենք փետուրներ կպցնենք, թևեր տնենք եւ ինքը թռնի երկինք, չի կարող ապրել երկնքում։ Պատճառը, որովհետեւ ձկա կյանքը երկնքում չի կարող։ Պետք է կյանքի փոփոխություն։ Եթե մարդու կյանքը փոխվել է, ձկա կյանքը փոխվել է թռչունի կյանքով, իջեցնես ջրի մեջ չի կարող ապրել։ Նույնը քրիստոնյան, որը վերստին ծնվել է, չի կարող ապրել աշխարհի մեջ։ Այսօր խնդիրը հետևյալն է, որ ես եւ դու հավատում ենք հետևյալ կերպ, որ մենք լեզուներով խոսում ենք, վերստին ծնված ենք։ Ինքը Տեր Հիսուս Քրիստոս Նիկոդեմոսին ասեց. եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, երկուսը իրար հետ պարտադիր է, ջուրը Աստծո խոսքն է։ Եվ այսօր մենք ունենք խնդիր։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ եղբայրներ քույրեր, ամենակալ Աստծո նպատակը միշտ եղել է սա։ Եվ հետաքրքիր է, անդրադառնում եմ Ստեփանոսին, գրված է, Ստեփանոսը Սուրբ Հոգով լեցված տեսավ Տիրոջը։ Ով կարող է տեսնել Տիրոջը։ Սուրբ Գրքի մեջ երբ որ մենք կարդում ենք, Մովսեսին ինքը Տերն ասում էր, որ որևէ մեկին չի կարող տեսնել, բայց կան համարներ, որ մենք կարդում ենք, Տերն ասում է հետևյալը. Երանի սրտով մաքուրներին, որ Աստծուն կտեսնան։ Հիմա ինչ եք մտածում, Ստեփանոսի կյանքի մեջ, եթե ինքը Սուրբ Հոգով լեցված չլիներ, կկարողանար արդյոք աղոթել են մարդկանց համար, ովքեր որ իրեն քարկոծում էին։ Այսօր ինչի համար մենք չենք կարող աղոթել այդ մարդկանց համար, որտեղ լեցված չենք Սուրբ Հոգով, որովհետև երբ որ մենք կարդում ենք, երկու համար եմ ուզում հիշեցնել Սուրբ Գրքի մեջ, առաջինը Եփեսացիս թղթերի մեջ 5-րդ գլխի 30 համարի մեջ գրված է. մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որ կընկվեցաք փրկության օրվա համար։ Այսինքն այսօր մենք շատ անգամ տրտմեցնում ենք, կամ երբ որ կարդում ենք նույն միտքը բերում է Պողոս առաքյալ ասելով հետևյալը. մի հանգցնեք Սուրբ Հոգին, Թեսաղոնիկեցիս 5:19 համարի մեջ է գրված։ Այսինքն երբ է մեր կյանքի մեջ Սուրբ Հոգին տրտմում եւ մարում։ Այստեղ մեծ մասը ծնողներ եք, հայրեր, մայրեր, տատիկներ, հարց եմ տալիս, երբ որ երեխային հորդորում ես, չի լսում 1, 2, 3, 10, ինչ է տեղի ունենում։ Տրտմում ես, թե ուրախանում ես։ Եվ լինում է պարակա, որ հասնում է մեկ վիճակի, որ ծնողը խորը մտածում է, որ այդ անձնարարության կյանքի մեջ որևէ մեկ բան
հնարավոր չէ փոխվել։ Տրտմելը, մարելը այլևս չի հորդորում։ Նույն վիճակին, երբ որ մենք նայում ենք, ամենակալ Աստծո ծերակիրն է։ Աստված շատ անգամ մեզ խրատում է, շատ անգամ մեզ հորդորում է, բայց մենք անտեսում ենք։ Սիրելի քույրս, եղբայրս, այսօր առաջի կորցնելիությունը լինում է պա, որ շատ անձնավորություններ կա, խորում մտածում են, որ Պենտեկոստե օրը ես Սուրբ Հոգով մկրտված չեմ մկրտվեմ։ Այսօր առաջինը քույրս, եղբայրս, կյանքի փոփոխությունն է պետք։ Փոխված կյանք։ Ուզում եմ ես համարը շատ անգամ ես աղջկան ես անդրադառնում եմ։ Կարդում ենք Սուրբ Գրքի մեջ 4-րդ Թագավորաց 5-րդ գլուխ, հիշում եք։ Նեման փորոտը աղջկան բերել էր կերության։ Երևի սպանել էին հորը, հորեղբորը կամ աղբորը չգիտեմ ում, գերի հենց այնպես չեն բերում։ Երբ որ ինքը տեսավ Նեմանի փորոտությունը, նայեք ինչ է գրված, կարդում եմ 4-րդ Թագավորաց 5-րդ գլուխ 3-րդ համարից։ Երանի թե իմ Տերը Սամարիայում եղող մարգարե առաջին լիներ, եւ այն ժամանակ նրան կբժշկեր իր փորոտությունից։ Հետաքրքիր է, մարդկային կերպով, մարդկային հոգով ես եւ դու կարող ենք այս աղոտ կբերենք։ Ուղղակի կուզեմ այսօր որպես Քրիստոսի այրանքին Սուրբ Հոգով մկրտված Աստծուն սիրող ժողովուրդ հարց եմ տալիս։ Երբ որ ձեզ ցավեցրել են անտեղի, պրոբլեմ են, խնդիր են ստեղծել, հարց այդ մարդու համար կարողացել ես աղոթել, թե չէ։ Սուրբ Հոգու նպատակը սա է, մեր մեջ այդ հոգին տնելը։ Մենք կարդացինք Հռոմեացիս թղթերի մեջ, որտեղ որ ինքը ամենակալ Աստված ինձ եւ քեզ ասում է հետեւյալը. եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, ինքը Քրիստոսինը չէ։ Քրիստոսի հոգին լոկ միայն լեզուներ խոսալը չէ։ Չի եկել Աստված եւ Սուրբ Հոգին չի ուղարկել, որ այսօր անձնավորությունը լոկ միայն լեզուներ խոսի, ուղարկել է կյանքի փոփոխության համար։ Եվ ես հավատում եմ հետևյալին, իշքան ժամանակահատված եղել է, բաներ կա, որ մարդկային տեսանկյունով, երբ որ նայում ես ճիշտ է, բայց ունեցել ես հանդիմանություն։ Ինչի հետևանքով։ Սուրբ Հոգին է հանդիմանը։ Երբ որ քեզ ցավեցրել են, երբ որ քո դեմ սուտ բաներ են խոսել, մարդկայնորեն եթե նույնը խոսես, վատ չի, ճիշտ է, բայց ճշմարտություն չէ։ Ճշմարտությունը եկել է քեզ հանդիմանելու, քեզ սովորեցնելու Քրիստոս կյանք ապրելը։ Եվ շատ անգամ մենք խոսում ենք Գաղատացիս 5-րդ գլխի մեջ գրված 22-րդ համարը, որտեղ որ գրված է Սուրբ Հոգու պտուղ։ Չի գրված Սուրբ Հոգու պտուղները։ Եվ այսօր կուզեի, որպեսզի Սուրբ Հոգու պտուղը մեր կյանքի մեջ լինի։ Ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին ամենակարող է, զորեղ է, աստվածության մեկ մասնիկն է։ Եկել է այսօր բնակվում է մեր մեջ։ Եկել է մեզ խրատելու, եկել է սովորեցնելու, եկել է հիշեցնելու, եկել է մեր մեջ այդ կյանքը կառուցելու։ Եվ երբ որ մենք կարդում ենք Սուրբ Հոգու պտուղների վրա գրված է, առաջինը Սուրբ Հոգու պտուղը սերը։ Եթե որ քո մեջ այդ պտուղը, այդ որակը չկա, դու Սուրբ Հոգու հետ կապ չունես։ Կարող է լեզուներ խոսած, կարդամ մեկ համար բոլորից քաչ հայտնի Մատթեոս ավետարանի մեջ գրված է 7-րդ գլխում հետևյալ տողերը։ Մարդիկ եկան եւ ինչ ասեցին։ Շատերը կասեն այն օրը Տեր, չէ որ քանով մարգարացանք, քանով դևեր հանեցինք, քանով շատ զորություններ կորցրեցինք։ Եվ այս ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել։ Ինձանից տենը գնացեք, ով անիրավություն կորցողներ։ Նայեք ինչ հրաշքներ են կատարվել այս մարդկանց կյանքի մեջ։ Հիմի հարց եմ տալիս, կա մեր մեջ մեկը, որ այս 3 որակներն ունենա, այս հրաշքները, այս զորությունները են կյանքի մեջ։ Բայց հետաքրքիր Աստված ասում է, չեմ ճանաչում։ Սիրելի անմահ հոգի, ուղղակի այսօր մեր նպատակը պիտի լինի մեկը, իրոք Սուրբ Հոգով մկրտվել։ Այդ աստվածային բնությունը մեր մեջ իրեն կառույցը կատարի։ Գործք առաքելոց, երբ որ մենք կարդում ենք, Տեր Հիսուս Քրիստոս առաքյալների հետ խոսել էր եւ ասել էր, ավելի լավ է որ գնամ եւ Սուրբ Հոգին ուղարկեմ։ Եվ ուշադրություն դարձեք, ինչ տեղի ունեցավ Սուրբ Հոգուց հետո։ Առաքյալները, որոնք որ վախեցած էին, վերնատնից դուրս չեն գալիս, իրանք զորություն հական։ Սուրբ Հոգին եկել է այդ կյանքի փոխանցմանը։ Պետրոս առաքյալ, որ վախեցավ, 3 անգամ ուրացավ Տիրոջը, առանց վախենալու քարոզեց եւ այդ քարոզի կարճ քարոզի մեջ գրված է, որ 3000 մարդ դարձան դեպի Քրիստոսը։
Իսկ համար քուրես ջան, եղբայրներ ջան, անդրադառնում եմ այդ վիճակին։ Երբ որ քարոզեց, երբ որ խոսվեց, հետևյալ եղավ, երբ որ այս բանը լսեցին, իրենց սրտում զղջացին եւ ասացին Պետրոսին, մյուս առաքյալներին, ինչ անենք, մարդիկ եղբայր, Պետրոսն էլ նրանց ասաց, ապաշխարեցեք եւ ձեզնից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կընդունի։ Թեպետ Աստված շատ անգամ մարդը ոտք է դրել եկեղեցի առանց խոստովանության Սուրբ Հոգով մկրտվելը։ Բայց այսօր Աստված ուզում է, որպեսզի մեր կյանքի մեջ սա լինի, գրված է հետևյալը. ապաշխարեցեք ձեզնից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար։ Ապաշխարեք։ Եղբայրս, քույրս, այսօր ժամանակ հատվածն է, որ մենք լուրջ ապաշխարենք։ Նորից եմ ասում, ամենակալ Տիրոջ նպատակը մեր մեջ աստվածային կյանքի այդ ստեղծումն է, կառուցումն է, աստվածային բնության ստեղծումն է։ Ինքը ամենակալ Աստված իր Սուրբ Հոգին չի ուղարկել, որ իմ եւ քո կյանքի մեջ լոկ մի այդ նշան լինի, լեզուներ խոսալ, մարդկանց ցույց տալ, որ ես Սուրբ Հոգով մկրտված եմ։ Այսօր նպատակը մեկն է, նորից եմ ասում, ուշադրություն դարձեք Հովանո ավետարանի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը այնքան պարզ է խոսում այս մասին, գրված է, բայց Մխիթարիչ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկե իմ անունով, նա ամեն բան կսորացնեց ես եւ կհիշեցնեց ես ամեն ինչ, որ ես ձեզ ասեցի։ Այսօր մենք շատ անգամ մոռանում ենք։ Եվ կուզեմ անդրադառնալ Պողոս առաքյալի խոսքերին Հռոմեացիս 11-րդ գլխի 13-րդ համարի մեջ գրված տողերին։ Այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու սա հիշենք։ Ինչ է ասում Պողոս առաքյալը, որովհետև ես հեթանոսների առաքյալ եմ, իմ պաշտոնը փառավոր կենեմ։ Այսօր դու ունես մեծ պաշտոն Տիրոջ կողմանը, եւ Աստված ուզում է հիշեցնել, որ այդ պաշտոնը պիտի փառավոր անես։ Այսօր շատերը պաշտոնի տակ հասկանում են առաքյալ, մարգարե, երեց, եպիսկոպոս, սարկավակ չէ։ Ամենամեծ պաշտոնը, որ տրված է Տիրոջ կողմանը, հետևյալն է։ Հռոմեացիս 12-ի առաջի համարի մեջ գրված է. Արդ աղաչում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենտանի սուրբ եւ Աստծուն ընդունելի պատարակ, որ ձեր բանավոր պաշտոնն է։ Այսինքն ամենամեծ պաշտոնը սուրբն է, որտեվ եպիսկոպոսը չէ, որ երկինք է մտնելու է սուրբը։ Այս համար խնդրանքս հետևյալն է, որ այս մասին խորենք մտածենք։ Եվ կուզեմ հիշեցնել հետևյալը։ Ես այդ մասին բազում անգամ խոսում եւ բազում անգամ ասում եմ։ Սուրբ Գրքի մեջ երբ որ մենք կարդում ենք Տեր Հիսուս Քրիստոսը հետևյալը ասեց մեզ առաքյալների միջոցով։ Գրված է. Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջ։ Հավատում ենք մենք սրան։ Հիմի հարց հետևյալն է. հավատում ես, որ Սուրբ Հոգին քո մեջ է։ Սիրելի անմահ հոգի, եթե դու հիշես, հավատաս, որ քո մեջ Սուրբ Հոգին է, հարց եմ տալիս, մինչև անգամ մտքիդ մեջը կմեղանչես։ Այսօր մենք տրտնցրել ենք Սուրբ Հոգին։ Ուղղակի խնդրանքս է, զղջանք դառնանք դեպի Տերը։